Մատղաշ կարտոֆիլը հենց այս տարբերակով ստացվում է չափազանց համեղ, փորձեք, վստահ եմ դուք էլ կհավանեք։ Թե ինչպես անել, որ կարտոֆիլը տապակվելու ընթացքում չփխրվի և ունենա նման ախորժելի գեղեցիկ տեսք, կան նրբություններ, որ պետք է պարտադիր իմանալ։ Ձգվող պանիր, թարմ սամիտ, կարմրաթուշ կարտոֆիլ սխտորի մեղմ համով, համերի անթերի համադրություն է։ Եվ այս ամենը կարելի է պատրաստել ընդամենը 25-ից 30 րոպեի ընթացքում։ Պատրաստման համար մեզ անհրաժեշտ է 1 կգ մատղաշ կարտոֆիլ, ես այն գեղևազատել եմ, սամիտ, սուլուգունի պանիր, ձետ տապակելու համար, աղ, կարմիր քաղցր և սև պղպեղ։ Քանի որ իմ ձեռքի տակ եղած կարտոֆիլը խոշոր է, ես այն բաժանում եմ 2-ից 3 մասի։ Կարելի է վերցնել ավելի փոքր կարտոֆիլ, պատրաստել ամբողջական առանց կեղևը հեռացնելու։ Նորալուկ կարտոֆիլը անթերի է ստացվում, երբ այն պատրաստվում է թարմ սամիթով և մեկատամիկ սխտորով։ Մանր կտրատում ենք սամիթը, քերիչի խոշոր անցքերով անց ենք կացնում 100-ից 150 գ սուլուգունի պանիր, կարելի է վերցնել ցանկացած տեսակի հալվող պանիր։ Տապակի մեջ լցնում ենք բուսայուղ, թողնում ենք մի լավ տաքանա և ավելացնում ենք կարտոֆիլը։ Տապակում ենք առանց ծածկելու, սկզբից համեմունքներ չենք օգտագործում։ Բոլորս էլ գիտենք, որ մատղաշ կարտոֆիլը բավականին ջուր է պարունակում։ Եթե աղ ավելացնենք ամենասկզբում և ծածկենք կափարիչով, կարտոֆիլը ոչ թե կտապակվի, այլ կստանանք խյուսի նման զանգված։ Յուրաքանչյուր 5 րոպեն մեկ խառնում ենք, այսպես 3-ից 4 անգամ։ Այսպես կարտոֆիլը գեղեցիկ համաչափ կարմրում է և պահպանում է իր նախնական ձևը։ Համեմունքները ավելացնում ենք ամենավերջում, երբ կարտոֆիլը արդեն պատրաստ է։ Ավելացնում ենք մեկատամիկ սխտոր, աղ, կարմիր քաղցր և սև պղպեղ և մի լավ խառնում ենք, որպեսզի համեմունքները տարածվեն։ Բարեկամներ, եթե նոր եք միացել հայկական խոհանոց ալիքին, մի մոռացեք բաժանորդագրվել, հավանել տեսանյութը և ընկերների հետ կիսվել այս համեղ բաղադրատոմսով։ Ճիշտ է, այս տարբերակով կարտոֆիլը ստացվում է չափազանց համեղ, բայց կա մեկ բացասական կողմ՝ տապակվելու ընթացքում ձեթ այս ու այն կողմ է ցայտում։ Այսպես գեղեցիկ կարմրացնելուց հետո վերջում ավելացնում ենք սամիթը, սուլուգունի պանիրը, սակայն չենք խառնում։ Անջատում ենք կրակը, ծածկում ենք կափարիչով և սպասում ենք 1-ից 2 րոպե։ Ցանկության դեպքում կարող եք ավելացնել 1 կտոր կարագ։ Հաշված րոպեների ընթացքում ստանում ենք կարմրաթուշ, ձգվող սուլուգունի պանրով, սամիթի և սխտորի նուրբ համով անչափ համեղ ընտիր կարտոֆիլ, որից հրաժարվելը անհնար է։ Դե ինչ բարեկամներ, պատրաստեք սիրով, սնվեք առողջ և եղեք առողջ, առայժմ։